Ամեն անգամ, երբ խոսում եմ արժեքների մասին, Ալյասկայի պատմությունն է գալիս մտքիս։ Երևս 1867 թվականին Ռուսաստանը Ալյասկան փոխանցեց ԱՄՆ-ին $7.2 միլիոն։ Ռուսաստանն Ալյասկան վաճառեց այդքան ցածր գնով։ Մարդիկ մտածում էին, որ դա անօգուտ երկիր է, որը սառչում է ամբողջ ձմռանը։ Նրանք այն համարում էին ամայի վայր։ Սակայն հողի վաճառքից 13 տարի անց ԱՄՆ-ն հայտնաբերեց, որ այնտեղ թաղված է մինչ $300 միլիոն ոսկի։ Այդ ժամանակ Ալյասկայում միայն ոսկի կար։ Ոչ։ Այժմ նրանք հայտնաբերել են, որ այնտեղ այնքան հսկայական քանակությամբ նավթ կա, որ դրա գինը հնարավոր չէ որոշել։ Բացի այդ, կան LPG-ի, LNG-ի հսկայական պաշարներ, որոնք աստիճանաբար ավելի կարևոր են դառնում տարբեր ոլորտներում։ Բացի այդ, Ալյասկայում կան մանգան, նիկել, տարբեր այլ ստորգետնյա ռեսուրսներ։ Այսպիսով, մարդիկ ասում են, որ անհնար է գնահատել, թե որքան կարժենա այդ ամենը գումարով։ Սա վեր չէ։ Ալյասկայի ափերից լինում են ամեն տեսակի ձկներ։ Ուրիշ երկրներն այնտեղ ձուկ որսալ չեն կարող։ Այն Միացյալ Նահանգների տարածքային ջրերն են։ Ավելին, երբ ուրիշները ցանկանում են թռչել այդ օդային տարածքով, պետք է թույլտվություն ստանան Միացյալ Նահանգներից։ Թույլտվություն ստանալու համար պետք են որոշ պայմաններ։ Մենք ձեզ այսքան կվճարենք։ Խնդրում եմ, թույլ տվեք թռչել այդ օդային տարածքով։ Ուրիշներն էլ ստիպված են վճարել այդ վարձը։ Երբ ուսումնասիրում ենք այս ամենը, տեսնում ենք, որ Ռուսաստանը միայն այն անմիջական գումարն էր տեսնում, որը իրենց առջ էր, բայց ոչ հողի մեջ թաքնված արժեքը։ Գիտեք, թե ինչու եմ ասում այս խոսքերը ձեզ։ Նոր ուխտը, ինչպիսին է շաբաթու օրը մյուս տոները, որոնք մենք այսօր պահում ենք, մեծ արժեք ունի, սակայն աշխարհում մարդիկ դեռ չեն տեսնում այն։ Դա Աստծո ժառանգությունն է, որը նա հաստատեց իր արյունը թափելով։ Նա թողեց իր գահը եկավ այս երկրի վրա մարմնով, որպեսզի այն իր զավակներին տա։ Հետաբար, այն ինչքան արժեք ունի։ Դրա արժեքը իսկապես աննկարագրելի է։ Մարդկանց աչքերում նրանք միայն սառույց են նկատում։ Այնուամենայնիվ, մենք պարզ տեսնում ենք այնտեղ թաքնված տասնյակ հազարավոր գանձեր։ Շաբաթու օրը ավելի արժեքավոր է, քան ոսկին կամ արծաթը, իսկ զատիկն ավելի արժեքավոր է, քան ադամանդները։ Դրանք երկնային գանձեր են, որոնք անհնար է համեմատել որևէ բանի հետ։ Ահա թե ինչու Աստված տվել է մեզ սա որպես ժառանգություն։ Չէ, որ նա թողել է իր կամքը մինչ իր մահը։ Նա մեզ խնդրեց անպայման պահել նոր ուխտը։ Զատկի օրը, խաչի վրա իր մահվանից 1 օր առաջ, Հիսուսն ասաց. «Շատ ցանկացա այս զատկական ընթրիքը ձեզ հետ ուտել»։ Միայն նրա անկեղծ խոսքերով, դրա արժեքի առեղծվածը գաղտնիքը անչափելի են չափազանց մեծ ըմբռնելու համար։